Բարև ձեզ սիրելիները, շարունակում ենք մեր զրույցը Նարինե Կիրակոսյանի հետ, խոսում ենք Աստծո 10 պատվիրանների մասին։ Բարև Նարինե։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ ձեզ նորից տեսնել, Տեր Հայր, օրհնեցեք։ Աստված օրհնի։ Մենք Մենք շատ լավ նախաձեռնություն ենք սկսել եւ եթե թույլ կտաք, նաեւ փոխանցեմ այն դիտողների ուրեմն կարծիքները, որոնք չեն գրել մեր տեսանյութի տակ, այլ անձամբ են ուրեմն գրել։ Շնորհակալություն եմ ձեզ հայտնում եւ շատ բան ասում են, որ սովորեցինք եւ մի պահ կա, որ մեր անցած զրույցից շատ շատերի մոտ տպավորվել է, որ դուք առավոտյան արթնանում եք եւ տեսնում եք ամեն մարդու մեջ Աստծուն։ Կարծես թե հասարակ մի բան ասեցիք, բայց այնքան իմաստուն, որ շատերին, այդ թվում մեր ընդհանուր ընկերներին, այդ պահը գրավել էր եւ նրանք մտածում էին դրա մասին։ Եվ ինչու եմ անդադ ասում, որ օրհնեցեք Տեր Հայր, որպես լրագրող, որը եկեղեցական թեմաներ է բավականին երկար լուսաբանում, նկատում եմ, որ մեր ժողովուրդը շատ չգիտի դիմելաձևը եկեղեցականներին, քահանաներին եւ նաեւ եպիսկոպոսական ուրեմն իրենք ասում են պաշտոններին, բայց դա պաշտոն չէ, դրա համար, որ իմանան։ Տեր Հայր, այսօր երկրորդ պատվիրանի մասին ենք չէ խոսելու, եթե թույլ կտաք, ընթերցեմ ինչի մասին է ու շատ արդի է այսօրվա հետ կապված։ Ուրեմն վերևում երկնքում, ներքևում երկրի վրա եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուրքեր չպիտի կերտես։ Եվ այսօր մենք ունենք հակառակը։ Մենք կերտել ենք կուրքեր, կարելի ասել մեկ գերագույն կուրք կա, որի ուրեմն տեսքը Քրիստոսի հետ են համեմատում, ինչը այ դա դուք ասեք, եթե կարելի է, հանկարծ ես սխալ չմեկնաբանեմ, Տեր Հայր։ սիրելի Նարինե, Աստված օրհնի ձեզ եւ բոլորին։ Այո, երկրորդ պատվիրանը իրականում լրացնում է առաջին պատվիրանին։ Եվ մենք անցյալ անգամ խոսեցինք, չէ, բուն գաղափարը սերն է առաջի պատվիրանի։ Ուրեմն եթե Աստված ինքը սեր է եւ այդ սերը կա Սուրբ Երրորդության մեջ, Աստվածային այդ ներքին կյանքում եւ այդ սերը այնքան լի ու առատ է, որ բխում է նաեւ դեպի դուրս եւ այդ սիրուց բխած ստեղծվում է աշխարհը, ստեղծվում է նաեւ մարդը եւ մարդը հրավիրված է, այսպես ասած, սիրել Աստծուն, պատասխանել Աստվածային այդ սիրուն եւ սրա հետևանքն է, որ մենք այդ մի Աստծու կողքին ուրիշ կուրքեր ուրեմն ստեղծելու եւ դրանց պաշտելու իրավունքը չունենք։ Այսինքն սա այնքան հասկանալի է, հա, եթե դու սիրում ես մեկին, սիրում ես ամուսնուդ, չես կարող կողքը սիրեկան ունենալ։ Ուրեմն Շատ ուժեղ համեմատություն էր իհարկե։ Եթե դու սիրում ես քո Աստծուն, այդ Աստծու կողքին ուրիշ կուրքեր չես կարող ունենալ եւ ինչպես Տերն է ասում Հիսուս Քրիստոս, չես կարող չարին եւ բարուն ծառայել։ Պետք է կողմնորոշվես, մի ճանապարհ պետք է ընտրես եւ մենք միայն այսօր չենք կուրքեր ստեղծում, Նարինե ջան, կուրքեր մարդը միշտ ստեղծել է։ Ինչու է ստեղծել կուրքեր, որովհետեւ կամ դու պետք է ծառայես Աստծուն, կամ պետք է Աստվածայինը ծառայեցնես քեզ, հա? Եվ կուրքերը ստեղծում են հենց դրա համար, իշխանություն ունենալու, որպեսզի ծառայեցնեն մարդկանց իրենց թագավորները, հա? Եգիպտացիները Աստծուն համեմատում են, իրենք դառնում են, չէ, աստվածներ եւ մարդիկ բոլորը պետք է ուրեմն պաշտեն իրենց ասածներին ինչու հարցը պետք է չտան, այսինքն այն ինչ ասում է այդ իշխանավորը, որը իրեն կուրք է դարձրել, կամ դա կարող է նաև գաղափարախոսություն լինել իշխանություն ձեռք բերելու համար է։ Ուրեմն կամ դու միակ իշխանին Աստծուն, որ արարիչն է,
իրեն ես պաշտում եւ հավատում եւ քո ամբողջ կյանքը եւ սերը նվիրում, կամ դու փորձում ես ինքդ վերածվել, այսպես ասած, փոքրիկ Աստվածի կամ մեծ Աստվածի եւ բոլորին հնազանդեցնել քեզ։ Մարդիկ եւ մարդկությունը միշտ փորձել են այդպիսի կուռքեր ստեղծել։ Մենք տեսնում ենք ամբողջ 5 կտակարանի ընթացքում ինչքան շատ են նման օրինակներ եղել։ Վաղը Կիրակի է մայիսի 26-ը մեր եկեղեցին տոնում է Եղիա մարգարեին, Եղիա մարգարեն ամենամեծ պայքարողներից էր կրքերի դեմ, հա, Բաալի այդ ուրեմն հավատքի դեմ եւ կռապաշտության դեմ, բայց նաեւ այսօր եւ այդ կուռքերը մենք մարդկանց ենք կուռքերի վերածում, ինչպես ասացիք, այո, շատ հաճախ քաղաքական գործիչներին կարող ենք կուռքերի վերածել, ժամանակակից դերասաններին, երգիչ-երգչուհիներին կամ բայց նաեւ գաղափարախոսությունները, օտար արժեքներ, որոնք մեզ խորթ են եւ այն ամենը, ինչ որ մեզ խանգարում է այն ճանապարհից, որ վերադարձնում է մեզ մեր հայրենի տուն, Աստծո արքայություն եւ այդ սիրուն, հա, փոխադարձ սիրուն Աստված մարդ, մարդ Աստված, այդ ամենը, ինչ խանգարում է այդ փոխադարձ սիրուն, դա կարելի է համեմատել կռապաշտության հետ եւ ասել, որ դա կռապաշտություն է։ Եթե թույլ կտաք այդ հատվածը գերագույն կուռքի մասին, վերջերս նաև իմ ալիքում կա այդ տեսանյութը, շատ զարմացա, որ Իջևանում եկեղեցու դիմաց հենց դրված է Նիկոլ Փաշինյանի արձանը։ Եվ հարց տվեցի Տեր-Աբելին, քանի որ ինքն էր այդտեղ քահանա, հենց տեսանյութում եւ մեր սրբազան Բագրատին, Տավուշի թեմի առաջնորդին, իհարկե դրանից հետո արդեն սկսվեց նաև սրբազան պայքարը, հարց տվեցի, մենք քրիստոնյա ենք եւ Քրիստոսը պայքարում էր կուռքերի դեմ, կռապաշտության դեմ, ինչպես է ստացվում, որ մենք չենք կարողանում ու մեր եկեղեցու դիմաց դրել են։ Իհարկե ինձ ասացին Իջևանում, որ մի քանի անգամ հանվել է, նույնիսկ կոտրել են, բայց անընդհատ տանում են հենց այնտեղ դնում են։ Այսինքն այդ մոլուցքը իզորու են հանել մեր հայ եկեղեցու սպասավորները, քահանաները եւ ոնց կարելի է իրանց դեմ պայքարել նաեւ սովորական մարդկանց, որոնք հայ եկեղեցու հետևորդներ են, քանի որ սխալական բան էլ կա, որ մեր ժողովրդի 90%-ը հայ առաքելական է, քանի որ աղանդավորությունը շատ է եւ զգալի թիվ է եւ կան նաև ռադիկալ աղանդներ, որոնք հենց նույն այդ կռապաշտություններ արդարացրեցին, որոնցից է կյանքի խոսքը, սկզբում ասում էին Եհովայի վկաները, բայց ստացվեց, որ այս հեղափոխության շրջանում եւ ինքը Նիկոլ Փաշինյանը հաղորդումներից մեկում հանրային հեռուստատեսության ասաց, որ իր հոգևոր հայրը Լիոնից կյանքի խոսքից Ոմն Վահան է, ազգանունը չեմ հիշում։ Եվ ինքը դեմ չի, որ իրան Քրիստոսի կերպարով են ներկայացնում։ Այ սրա դեմ ինչպես կարող եմ օրինակ ես մոլի ուրեմն հայ առաքելականս պայքարել։ Ինչ խորհուրդ կտաք։ Նարինե ջան, նախ այդ մարդու անունը ես շատ չի ուզի հնչեցնել, Ներողություն եմ խնդրում, ուղղակի իրականություն է, չենք կարող ինչի հեռանալ։ համար, մենք անցյալ անգամ էլ ասացինք, որ պետք է մեզ համար կարգենք առաջնահերթությունները եւ ինչն է մեզ համար կարեւոր, հա։ Եթե կռապաշտությունը մենք հասկանում ենք, թե ինչ է կռապաշտություն, դա ուրեմն ինչ որ մի անձ կամ անձերի խումբ ուզում է իշխանությունը վերցնել իր մոտ եւ իրեն պետք են տարբեր գործիքներ մանիպուլյացիայի եւ հիասքանչ գործիքը մարդկանց այդ ամենա նրբագույն ինտիմ այդ զգացումը հավատքի, հա, եւ դա կարող են օգտագործել, գործիքավորել չար նպատակներով եւ տանել այդ ուղղությամբ, որ ասացիք, մարդկանց
կուրքերի վերածել, իսկ մենք գիտենք, որ նաև նոր պատմությունում, հա, որ դա ոչ մի լավ բանի չի բերում։ Նայեք 5 կտակարանից մինչև այսօր ուր է բերել գաղափարային կռապաշտությունը, հա, կոմունիզմը վերցրեք, նացիոնալ սոցիալիզմը վերցրեք, որոշ անձերի վերցրեք, որոնց մարդիկ կուրքի էին վերածել, Ստալինին վերցրեք, Հիտլերին կամ նաև այսօրվա այս մեր ժամանակահատվածի տարբեր երկրներում տարբեր կուրքերի, Ռուսաստանում, Հայաստանում, Ամերիկայում եւ այլուր, հա, բերում է պատերազմի, բերում է մարդասպանության, արյունաթափության եւ դրա դեմ են պայքարում մարգարեները, ասում են ինչ եք անում։ Տեսեք ինչ եք անում, դուք թողել եք ճշմարիտ Աստծուն, պաշտում եք կուրքերի եւ այդ կուրքերը ձեզ բարօրություն չեն բերում, ընդհակառակը ձեզ տանում են դեպի անդունդ, դեպի մահ։ Եվ իրոք մենք տեսնում ենք, որ երբ որ մենք շեղվում ենք ճշմարիտ Աստծո հավատքից, գալիս է մահ, գալիս են պատերազմներ, գալիս են կորուստներ, թե մարդկային կյանքի, թե պետությունների, եւ մենք ականատեսն ենք այդ ամենի ցավոք։ Բայց նորից վերադառնամ ձեր հարցին, ինչ կարող ենք անել։ Ուրեմն, եթե մենք հասկանում ենք ինչ կռապաշտությունը, պետք է հասկանանք նաև ինչ է մեր եկեղեցին մեզ ասում, որն է մեր եկեղեցու դավանությունը։ Միայն ասենք, որ մենք հայ առաքելական քրիստոնյա ենք, բավարար չէ։ Մենք թե տանը, թե եկեղեցում, թե դպրոցում պետք է ծանոթանանք եւ փորձենք հասկանալ որն է մեր հավատքը։ Ինչ է նշանակում հայ առաքելական քրիստոնյա լինելը։ Առաջին հերթին մենք կներեք։ այո։ Ինձ թվում է պետքա շեշտել, որ հոգեվիճակ է առաջին հերթին քրիստոնեությունը։ Գիտեք, այո, ապրելակերպ կարելի ասել, բայց այսպիսի մի նուրբ տարբերություն կա արևմուտքում եւ արևելքում պատարագի ընթացքին ընթերցում ենք հավատամքը, այն ինչին եկեղեցին հավատում է։ Արևմուտքում հավատացյալը եկեղեցում կանգնած 10 հոգի են 100 կամ 1000 կապ չունի, ասում է ես հավատում եմ մի Աստծուն եւ շարունակում է Նիկիայի այդ հանգանակի ուրեմն աղոթքը։ Մեր մոտ այ եկեղեցում եւ արևելյան եկեղեցիներում ասում ենք հավատամք, մենք միասին հավատում ենք։ Սա մեր ընդհանուր հավատքն է։ Այ ընդհանուր հավատքը ո՞րն է մեր։ Ոնց ենք մենք հավատում Աստծուն, որ Աստծուն ենք հավատում, հա, այդ Սուրբ Երրորդության գաղափարը, Հիսուս Քրիստոս, ով է մեզ համար մեր կյանքում, որ արժեքներն է մեզ փոխանցում։ Այս բոլոր հարցերի շարանը քրիստոնեական դաստիարակությունը, հա։ Մենք իհարկե շատ անելիք ունենք, չնայած որ մենք 1700 տարի ասում ենք պետական քրիստոնեություն ունենք, բայց պատմությունը տեսնում ենք, որ շատ ու շատ առիթներով մեզ շեղել է այդ ճանապարհից եւ հատկապես վերջին այդ կոմունիստական շրջանը ահառելի մեծ ուրեմն վնաս է հասցրել եւ մենք պետք է կամանց արդեն վաղուց չնայած ժամանակն վերադառնալու եւ փորձելու նաեւ մտածված ստրատեգիական ծրագրեր մշակենք եւ այստեղ չկա չարիք առանց բարիք, կարծում եմ, որ մենք պետք է այսօրվա իրավիճակը մենք ասելով նկատի ունեմ եկեղեցին, իսկ եկեղեցի ասելով ոչ միայն կառույցը, ինստիտուցիան, այլ նաև մարդկանց հավատացյալ, քննելու եւ հասկանալու որտեղ ենք մենք գտնվում իբրև հայ առաքելական քրիստոնյաներ, որոնք են մեր նպատակները առաջիկա 5, 10, 20 տարիների ընթացքին եւ այդտեղ հասկանալու լավ վերադարձավ այնպիսի մի իշխանություն, որը ռեպրեսիաների է հանձնում եկեղեցուն։ Ինչ ենք։ Եվ առաջին հերթին մեր եկեղեցին լուսավորչական եկեղեցի է, այսինքն լույս բերող, կրթություն տվող, տարիների հազարամյակների փորձը եւ պատմությունը ցույց է տալի, որ եւ բժշկության, եւ գրչության,
մեջ մենք առաջատար ենք բոլորից, քանի որ այսօր մենք ունենք մատենադարան, նաև շնորհիվ Մեսրոպ Մաշտոցի, ցավալի բան պետք է նաև ֆիքսենք, որ Ամարասը, որտեղ առաջին դպրոցն է եղել, այսօր Ադրբեջանում է եւ ի շնորհիվ այսօրվա իշխանության, որը իր վրայից բոլոր մեղքերը գցում է ուրիշի, այսպես կոպիտ պետք է հնչեցնեմ, գրպանը, ինչ որ նախկինների մասին է խոսում։ Այսինքն մենք կարող է շատ պարզունակ բաների մասին խոսենք, շատ հայտնի բաների, բայց այն, ինչ եկեղեցու դեմ է արվում, այսինքն մութը, սևը, սուտը գալիս է լուսավորին խամրեցնելու կամ նույնիսկ մի քանի օր առաջ, անունը չեմ հնչեցնի, երկրի ղեկին նստած, ինչպես նա ասում է, շոֆերը, ասում է 2 ամիս է իրեն պահանջվում, որ եկեղեցին քանդի, այսինքն նպատակասլաց է դա արվում, եւ նպատակասլաց մարդկանց գիտելիքներից զրկում են, եւ պատմությունն են խեղում, օրինակ 5-րդ 7-րդ դասարանի դասագրքերը դրան վառ օրինակ, պատմության դասագրքերը, որ մի քանի ուրեմն գիտնականներով չկարողացան այդպես էլ դրա դեմն առնել, դասագիրքը սխալներով տպվեց, նույնիսկ հորինովի բառեր կային, չեմ ասում, որ շատ դեպքերում մեր սիմվոլները, նաև աստվածաշնչյան Արարատի մասին, այնտեղ ինչ ուրեմն ներկայացում կա։ Տեր հայր, մենք մինչ այս ձայնագրությունը պայմանավորվեցինք, որ շատ չշեղվենք թեմայից, բայց այնքան լայն է քրիստոնեության հասկացողությունը եւ հայ եկեղեցու, որը ես այսպես կզատեի, մենք ամենաժողովրդավարական եկեղեցին ենք եւ միշտ կարող է սխալ եմ, հետո կասեք, ուղղակի միշտ իմ հասկացողությամբ նաեւ անընդհատ պետք է ասեմ, որ տատիկիցս շատ բան եմ սովորել, որ մեր եկեղեցիներում ավել զարդանախշեր, ինչ որ ճոխ բաներ, ոսկի եւ այլն դուք չեք տեսնի։ Ամեն ինչը ճարտարապետության վրա է եւ Աստծո տունը իմ պատկերմամբ հենց այնպիսին է, ինչպիսի Քրիստոսը տեսել էր եւ թույլ կտակ ընթերցեմ մի հատված Աստվածաշնչից, որը մենք հիմա տեղ-տեղ շեղվում ենք ու նորից ինչ որ սխալ բաներ ենք անում։ Խոսքը գնում է Աստվածաշնչի այն հատվածում, որ գրված է եկան Երուսաղեմ եւ Հիսուսը տաճար մտնելով սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնորդներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու աղավնե վաճառների աթոռները շուռ տվեց եւ չէր թողնում, որ որևէ մեկը տաճարի միջով նույնիսկ որևէ բան անցկացնի եւ ուսուցանում էր նրանց ու ասում. գրված է իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր։ Տեր հայր, ցավոք պետք է ասեմ, որ մի քանի օր շրջելուց այս վերջին շրջանում տեսա, որ շատ բաներ ինչ որ լրագրողական աշխատանքով փորձեցինք շտկել, օրինակ Գոշավանքի մեջ առևտրի կետ կա, նախապես ասեմ, որ ինչպես ասում են նախկին իշխանությունների ժամանակ, երբ Արմեն Ամիրյանն էր կրթության նախարարը մշակույթի, այդ հարցով գնացել էինք եւ ասվել էր, որ ինչ որ փոքրիկ տաղավար դրսում լինի։ Համեմատություն էր եղել, որ կաթոլիկ եկեղեցում, հատկապես օրինակ Վատիկանում, կան վաճառատեղեր, բայց դա համեմատելի չի։ Ինչու հիշեցրեցի տատիկիս ասելը եւ Քրիստոսի այս պահը մեջ բերեցի։ Իմ պատկերմամբ հայ եկեղեցին ոչ միայն ամենաժողովրդավարականն է, ամենաասկետիկն է, այսինքն մենք բաներից, հա, բացի կուռքերից, նաև իրերից կախում շատ չպետք է ունենանք, իսկ հիմա մեզ մոտ այսպիսի երևույթներ են լինում։ Իսկ մնացած օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում գրանցված հաղպատում Սանայինում շուրջը տեսնում ես ինչ որ գնչուական վիճակներ, որ առևտրականները այնտեղ զբոսաշրջիկներին ինչ որ բաներ են առաջարկում եւ դա շատ տգեղ ձևով են արվում։ Արդյոք դա էլ չի կռապաշտություն, այն որ ասում են
ստիպել առնել անպետք բաներ։ Հա, մի բան էլ ասեմ, որ մենք անկեղծ զրույց ենք վարում, անկեղծ զրույցի ժամանակ պետք է ճիշտը ասես, նաև ստի դեմ են, չէ, պայքարում։ Ապրանք են վաճառում, օրինակ ինչ որ կտորներ, սեղանի սփռոցներ հայկական տառերով եւ համոզում, որ դրանք հայկական են, կամ պղնձի սրճեփներ, որոնք իբրև հայկական են եւ շուռ ես տալի գրված է made in Turkey։ Այս երևույթների մասին տեղյակ է եկեղեցին, ինչ անել դրա դեմ։ Շատ լայն, այսպես հարցերի մի շարան դրեցիք, Նարինե ջան։ Այդ ամբողջը մեծ հաշվով կարելի է ասել, որ դրանք էլ կռապաշտության ինչ-որ երևույթներ են, հա։ Եկեղեցին, իհարկե մեր եկեղեցին նայեք որտեղից ենք, եթե սկիզբը, հա, փորձենք Ագաթանկեղոսի եւ Գրիգոր Լուսավորչի ընտրությունը ինչպես է նա կաթողիկոս ընտրվում եւ մինչեւ այսօր տեսնենք թե ինչպես է գործում եկեղեցին, շատ ճիշտ է, ամենադեմոկրատ կառույցն է եւ ոչ միայն կարելի է եկեղեցիներ ընդհանրապես աշխարհով մեկ շատ քիչ են այդպիսի եկեղեցական կառույցներ, բողոքականների մոտ միգուցե, բայց նայեք այսօր մեր համայնքային կյանքում, հա, մի հոգևորական է եւ կան համայնքի վարչություններ, որոնք բոլորը աշխարհիկ են եւ ընտրվում են այդ համայնքների անդամների կողմից։ Նույնը թեմն է, թեմական կառույցում եպիսկոպոսն է, որը ընտրվում է ժողովրդի կողմից եւ ժողովուրդը թեմը իր պատգամավորներով դիմում է հայրապետին եւ հայրապետը իր օրհնությունն է տալիս, այսինքն ընտրություն է կատարվում 2-3 անձերի, առնվազն 3 անձերի միջև եւ նույնը նաեւ հայրապետի ընտրությունը, ազգային եկեղեցական ժողով, որի միայն մի փոքր մասն է հոգևորականաց դասը, իսկ մեծ մասը աշխարհիկ մեր ժողովուրդն է, այսինքն ավելի դեմոկրատ եւ ավելի լեգիտիմ, քան այսօր մեր հայրապետն է եւ ընդհանրապես ամբողջ այդ դարերի ընթացքին հայրապետը եղել է, կաթողիկոսը եղել է, չկա մեր աշխարհում, հա, երբ որ քաղաքական գործիչները խոսում են, թե ինչ անենք, ոնց անենք, այդ պետք է օգտագործել այդ հնարավորությունը, որովհետև մենք այսօր բոլոր այն երկրներում, որտեղ որ քիչ թե շատ հայեր կան, կա եկեղեցի, ունենք այդ կառույցները, դրանք գործող կառույցներ են եւ ներկայացուցիչները բոլոր երկրներում գործող հայ եկեղեցու ներկայացուցիչները հավաքվում են այդ ազգային եկեղեցական ժողովի ընթացքին եւ որոշումներ են կայացնում, որոնք ամբողջ մեր եկեղեցու համար իզորու է։ Եվ սա այն հարթակներից մեկն է, որը մենք կարող ենք օգտագործել նաեւ եթե ուզում ենք մեր այս ազգային եկեղեցական շարժումը հաջողության հասցնելու, որպեսզի մենք միասին քննարկենք բաց, իրար հարգելով, առանց վրդովեցնելու, առանց նեղացնելու, խոսելու նրա մասին, թե ինչ խնդիրներ ունենք, իսկ այդ խնդիրները շատ ու շատ են եւ շատ տարբեր են եւ երկրից երկիր էլ են տարբերվում եւ այո, սա ժողովրդավար կառույց է եւ ամենակարևորը, որ մենք եկեղեցու մասին խոսելուց միշտ մոռանում ենք եւ շատ հաճախ ես լսում եմ, երբ որ այդ հիմար կոմենտարներ են անում կաթողիկոսի ընտրությունը այսպես եղավ, սա եղավ, նա եղավ, անգամ եթե մարդիկ սխալվեն, մենք միշտ ասում ենք, որ նաև Սուրբ Հոգին գործում է եւ թույլ չի տա, որ սխալ որոշումներ կայացվեն։ Եվ եթե ուշադիր լինենք, հայրապետը երբ որ ստորագրում է մի փաստաթուղթ, գրում է կամոք ազգի կամքով եւ Աստծո նախախնամությամբ, Սուրբ Հոգու թույլտվությամբ, արտոնությամբ է ինքը կաթողիկոս եւ մեր եկեղեցու համար շատ կարեւոր է, որ ոչ թե միայն մարդիկ են, այլ նաև Աստծո ներկայությունը կա։ Իսկ եթե Աստծո ներկայությունը կա եւ մենք հավատում ենք դրան, ուրեմն ոչ մի չար չի կարող մեզ հաղթել։ Այդ հաղթանակները կարող են ժամանակավոր լինել, կարող են մեզ հալածել, բայց այդ
հալածանքները վերջի վերջո դառնում են հաղթանակի պսակներ, հա, վերածվում են հաղթանակի պսակների, չի կարող սուտը հավերժ, ուրեմն իշխող այդ դերում լինել։ Ստի ոտքերը կարճ են, չէ, ասում է մեր ժողովուրդը։ Բայց մեր ժամանակում, հա, ուրեմն պետք է մենք այստեղ էլ տարբերենք մեզ համար, մարդկանց համար կա 3 անցյալը, այսօր, ներկան եւ վաղը, ապագան։ Իսկ աստվածաբանության մեջ մենք խոսում ենք հավիտենականությունից։ Ինչ է նշանակում հավիտենականություն։ Եթե կանգնած ինչ-որ ստոպ կադրը, չէ, դա մի ժամանակ է, որը մենք չենք կարողանում ճիշտ ըմբռնել, հասկանալ, բայց այդ հավիտենականության մասին ենք մենք խոսում։ Եվ երբ որ այդ հավիտենականության պատկերը քո աչքերի առջև են, վրեժ խնդիր չես ուզում լինել, որովհետև վստահում ես, որ Աստծոնն է դա, հա, եւ Սուրբ Գրքում էլ ասում է Աստված, թողեք իմն է վրեժ խնդրությունը։ Այդ բեռը ձեր վրա մի առեք, թողեք հանգիստ ապրեք ձեր կյանքով, ապրեք, վստահ եղեք, որ ես բոլոր անարդարությունների պատասխանը տալու եմ։ Եվ երբ որ մարդը ազատ է այդ կարողանում եմ բացատրել, թե ինչ եմ ուզում ասել, երբ որ ես անընդհատ ծանրաբեռնված եմ, այստեղ Դուք խոսում եք, ես անարդարություն անդադ մտածում եմ, ուզում եմ որովհետև մտածելու տեղիք է տալիս ձեր ասածները եւ այդ գերագույն հոգեվոր խորհրդի կառույցի մասին, որ ասում եք, ուղղակի հստակեցնեմ, լրագրող եմ, չէ, պետք է մի քիչ պոպուլիզացնեմ։ Խոսքը գնում է նրա մասին, որ հոգեվոր խորհրդում նաեւ կան աշխարհագրականներ եւ նրանք էլ բոլորը վաստակաշատ մարդիկ են, կարող են շատ լավ իրավաբաններ լինել կամ որևիցե ոլորտից գիտակներ, դրա մասին էր խոսքը։ այո, խոսքը նրա մասին է, որ համայնքային կյանքից մինչև ամենավերին օրգանները մեր եկեղեցում միայն հոգևորականները չեն եւ այնպես չէ, որ միայն մի հոգի է ամեն ինչ որոշում, այլ միշտ խորհրդով է լինում, հա, եւ սա շատ կարևոր մի բան է, հա։ Մի բան էլ փաստ եմ, ձեր ասածին հավելեմ, որ հոգևորականները, հայ հոգևորականները, կարող եմ ասել նաև հայ կաթոլիկ եկեղեցականները ամենաուսյալներն են։ Գրեթե 30 տարուց ավել ես լուսաբանում եմ նաև այս ոլորտը, մի մարդ, նույնիսկ քահանա չեմ տեսել, որ ինքը թերուս լինի։ Կոպիտ Երկրորդ ասեցի, Պատվիրանը բայց ասում է բուրքեր մի ստեղծեք։ կուրքերի Եկեղեցին մասին չի խոսքը, եկեղեցին լուսավորության մասին է։ եկեղեցին էլ Նարինե ջան, պատկերացրեք, եկեղեցին կարող ենք մենք համեմատել հիվանդանոցի հետ, հա։ Գնում ես հիվանդանոց բուժվելու, գալիս ես եկեղեցի հոգևոր փրկություն ստանալու համար։ Բժիշկը, որ քեզ բուժում է, կարող է հիվանդ լինել, տարբեր հիվանդություններ ունենալ, բայց միևնույնն է նա քեզ բուժում է, հա։ Նույնն էլ եկեղեցին է, Աստծո նախախտամությունը թույլ չի տալիս, որ հոգևորականի ուսյալ լինել չլինելը, նրա բարոյական կյանքը եւ այլն քո փրկության նախոչնդոտ լինեն։ Իհարկե պետք է հոգևորականը Բայց կազմել, լսում է, որովհետեւ խորհուրդ է ինքը տալիս։ նայեք Մեսրոպ Մաշտոցը մեզ ամենակարևոր բանը խորհուրդը որ տվել է, ի՞նչն է, ճանաչել զիմաստություն, ասում է, որ նայեք 5-րդ դարում, ասում է, եթե ուզում եք հայ մնալ, հայ քրիստոնյա մնալ, կրթվեք եւ լուսավորվեք եւ իմաստության ճանապարհով գնացեք։ Մենք տեսնում ենք այսօր շատերը փորձում են ձեռ առնելով, հա, նաեւ երբ որ տանը մեկը գրագետ մաքուր հայերենով է խոսում, այս ինչ հայերեն ես խոսում եւ նախընտրում են փողոցային ինչ որ անհասկանալի բարբառներով, բայց ճիշտ եք ասում, պետք է Բարբառը հələ մի կողմ, բա որ հայհոյախոսությունն է տարածվել։ դա Եվ սարսափ այդ կռապաշտության մեջ կան բլոգերներ, որոնք հայհոյախոսում են ու չեն օղվում։ դե Ինչքան էլ դիտողություն ես անում։ դա սարսափելի է, որովհետև քրիստոնյայի համար այսպիսի մի բան կա, օրինակ մեր հայրերը արգելում են մեզ մարդկանց հետ, անգամ եթե նա ասի, որ ես քրիստոնյա եմ, բայց տեսնում ես, որ այդ 10 պատվիրանները չի պահում, մի շփվիր դրա հետ։ Փորձիր իրեն ուղղել, փորձիր ճանապարհ ցույց տալ, բայց երբ որ նա գիտակցաբար ասում է ես այսպիսին եմ եւ
ես քրիստոնյա եմ, բայց հայհոյում եմ, ուրեմն դու քրիստոնյա չես, եւ երբ որ ես քեզ հետ չեմ շփվում, երկու խնդիր ունեմ իմ առջև, առաջինը չեմ ուզում, որ ես գայթակղվեմ, երկրորդը ցույց եմ տալիս քեզ, որ այդպես քրիստոնյան չի լինում։ Եվ սա մենք պետք է հասկանանք, որ ոչ թե մարդուն բարձր կամ ցածր դասելն, այլ իմ սերը քո հանդեպ, երբ որ տեսնում եմ, որ դու սխալ ճանապարհով ես գնում եւ քեզ դաս եմ տալիս, հիմնված աստվածաշնչյան ճշմարտությունների վրա, որ այդպես չի կարելի, եղբայր, դու կործանում ես քեզ եւ փորձում ես ինձ էլ կործանել։ Եվ ամենալավ բանը, որ կարող ենք անել, նման բաներ չլսել, հա, եւ մեր մեղաների մեջ կա նաև չար բաներ լսելու եւ անելու ցանկություն ունենալ։ Պետք չէ նման ցանկություններ ունենալ, պետք է դրա դեմ պայքարել եւ բարձրաձայնել եւ խոսել դրա մասին։ Այն ինչ լավ խորհուրդ տվեցիք, որովհետև օրինակ ես շատ եմ տանջվում, անդադ ինչ որ ուզում եմ մարդուն դաստիարակել, բայց ուրեմն կա Պետք մի է պահ, միշտ որը փոխել, այլևս պետք բայց չի, այո, եթե պետք է չի միշտ ուզում։ փոխել, բայց երբ որ չի ուզում, այդտեղ պետք է հասկանանք, որ Աստված թույլ է տվել, որ ինքը այդպես ապրի, հա, մարդը ազատ Իդեպ հետո տանջվում եմ, գիտեք, որ չեն լսում, հատկապես նաև բացի ժամանակ հոգևոր պետք է իրենց աղոթել դրանց համար։ օգնությունից, հա, նաև ամեն ինչով օգնում ես ու ինքը նույնիսկ հետո չի ուզում բարևի, տանջվում եմ, ասում եմ, այ մարդ ինչ վատ բան եմ արել, մենակ լավն եմ արել, ու Այո, սկսում եմ տանջվել, հիմա էլ չեմ տանջվի, շնորհակալություն։ աղոթեք նման մարդկանց համար, որ Աստված նրանց ճանապարհ ցույց տա։ Նարինե ջան, մեր ժամանակը ավարտին է մոտենում։ Ես մի Վայ, շատ մի կարևոր բան հելի ասեմ, միջև բան դուք ավարտեք Արագի մեջ, խնդրեցին ուղակի ցեղակրոնից եւ հայ արիներից գրել են մեզ տարբեր մարդիկ, որ շատ շնորհակալ են այս նախաձեռնության համար եւ իրանք իրենց համարում են նախաքրիստոնեական այդպես հավատքների, բայց իրենք եկեղեցու կողքին են եւ սրբազան պայքարի կողքին են։ Իրանք այս պահին մտածում են եւ գրել են, որ մի հոգավորը բոլոր կառույցները քանդել է բացի եկեղեցուց եւ իրենք բոլորը համախմբվելու են անկախ քաղաքական ուղղվածության եւ իրենց նախասիրությունների հավատքի հետ կապված ձեր հետ են։ Շնորհակալություն, կներեք, ուղղակի արագ ասացի, որ հանկարծ հետո չասենք չծրեցի։ լավ, եկեք դա մի կողմ, դրա մասին կարող ենք երկար խոսել, բայց մի կարևոր բան, որը այս պատվիրանի հետ է կապված եւ կարծում եմ, որ կօգնի մեզ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը։ Նայեք, Տերը ասում է, որ Աստծո արքայությունը քո մեջ է, չէ՞, մենք միշտ փոքրիկներին հատկապես որ հարցնում են կամ մարդիկ կենաց խմելուց Աստված ջան վերև են նայում, հեռուներում են փնտրում Աստծուն, բայց Աստված քո մեջ է, Աստծո արքայությունը քո մեջ է։ Երբ որ դու կուռք ես ստեղծում, կուռքը քո մեջ չի, քեզանից դուրս է, եւ դու շեղվում ես այդ ճանապարհից։ Ինչ լավ բան։ Հավատա ինքդ Աստվածությունը քեզ։ փնտրելը նշանակում է խորանալ, փնտրել քո մեջ, թե որտեղ է այդ Աստծո արքայությունը։ Կենտրոնացիր քո վրա։ Տես ինչ սև, ծանր, դժվար բաներ կան, որ քեզ չեն թողում հանգիստ ապրել, հա։ Երբ որ Ահա, հոգսերդ մտածում ես, այ չեմ կարող, ես ինչ բանը չեմ կարող անել, այն ինչ բանը չեմ կարող անել, եւ ես միշտ ասում եմ, չկա այդպիսի բան քրիստոնյայի համար, որ չկարողանա։ Մենք ամեն ինչում հաջողակ ենք։ Եթե մտածում ենք, որ այսինչ գործը կհաջողվի Աստծո օգնությամբ, օրհնությամբ, մենք հաջողվում ենք դրա մեջ։ Եթե մտածում ենք, որ չի հաջողվի, հնարավոր չի ստացվի, դրա մեջ էլ ենք հաջողակ, հաջողվում ենք նրա մեջ, որ մտածում ենք, որ չի ստացվի։ Բայց գիտեք, կարևորը որ մենք հասկանանք Աստծո արքայությունը մեր մեջ է եւ օրինակ տեսեք բուդդիստական, էզոտերիկ, հազար ու մի չէ, այդ բաներն են այսօր աշխարհով մեկ հա տան։ հիմա շատ ա մոդա այդ էզոտերիկը։ Ինչի մասին է դա, որ մարդ պետք է կենտրոնանա, ժամանակ վերցնի, ամեն ինչից ազատվի, եւ մարդիկ կան, որոնք ասում են, «Հա, ես լավ քրիստոնյա եմ, մեր եկեղեցին, բայց ես այս բուդդիստները գիտեք ինչ են ասում»։ Այդ մարդը լավ քրիստոնյա Ես չի, չեմ չի հասկանում այդ լսել մարդկանց։ պատարագի ընթացքին,
երբ որ արդեն խորհուրդը պետք է սկսվի, Սարգսակը ասում է՝ ի վեր ընծայեցուցեք զմիտս ձեր, դեպի երկինք բարձրացրեք ձեր մտքերը, ազատվեք ձեր բոլոր աշխարհիկ հոգսերից, կենտրոնացեք մարդ, Աստված, դու եւ Աստված այդ հարաբերության վրա, փնտրեք Աստծո արքայությունը ձեր մեջ։ Եվ եթե մենք սրա վրա ենք կենտրոնանում, մենք ազատվում ենք կուրքերից եւ հասկանում ենք, որ կուրքերը խանգարում են մեզ այդ Աստծո արքայությունը մեր մեջ գտնելու։ Եվ սրա դեմ է երկրորդ պատվիրանը եւ ցույց է տալիս մեզ ճանապարհը, թե ինչպես կենտրոնանանք մեր փրկության վրա։ Կարծում եմ, որ սա է ամենակարևոր խորհուրդը, որ մենք այստեղից պետք է հասկանանք եւ նորից շեշտը դնենք նրա վրա, թե ինչ է մեզ համար առաջնահերթ եւ աղոթենք, որ Աստված մեզ իմաստություն տա այդ պատվիրաններից չշեղվելու, որպեսզի չշեղվենք նաև ամենակարևորից մեր ճանապարհից, որը տանում է դեպի Աստված, տանում է դեպի միություն մարդ Աստված եւ հաստվածություն կամ թեոսիս, ինչպես արևելյան եկեղեցիներում մեր հայրերը մեզ փոխանցում են։ Այդ պահին ես նարեկացի եմ սիրում կարդալ կամ լսել, շարականների հնչեղության տակ օգնում է շատ։ Շնորհակալություն Տեր Հայր, շատ բան պետք է երևի ձեզնից սովորենք, հուսամ շարունակությունը ել ավելի հետաքրքիր կլինի եւ ձեր ունկնդիրները եւ իմ ալիքի ունկնդիրները կավելանան ու գլխավոր մեր նպատակը, որ մեր հանգստությունը, հոգու հանգստությունը մենք ունենանք այս ամենից հետո, որովհետեւ մեր երկրի հետ, մեր հայրենիքի, ընդհանուր հայրենիքի, լինի Սփյուռքում, մեկ է ուշքն ու միտքը հայերիս Հայաստանի հետ է։ Շնորհակալություն։ Հաջորդ հանդիպում Աստված օրհնի ձեզ։